կարգավորելու համար։ Վերապարտեր մի հարց, որը վերջին շրջանում, մոտավորապես վերջին 3-4 ամիսներին իշխանության ձեր դեմ եւ ընդհանրապես Մայրաթորի դեմ ուղղված քարոզչական, այսպես ամենաառանցքային թեմաներից էր։ Գիտեք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը իշխանությունների հորդորով, Նիկոլ Փաշինյանի հորդորով հրապարակեց մի տեղեկանք, ըստ որի Ռուսաստանի թեմի առաջնորդ եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը, որ ձեր եղբայրն է նաև սովետական տարիներին համագործակցել է կամ եղել է KGB-ի գործակալ։ Առաջինը ձեր վերաբերմունքը այս տեղեկությանն է եւ դա օգտագործվեց այլևս քարոզչական մի ամբողջ շղթա կազմելու համար, որ ընդհանրապես Մայրաթոռը, Վեհափար Հայրապետը ինչ որ հասավ անգամ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկում, որ ասեց Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը 1000 քանի 100 տարի գործակալական այսպես ազդեցության ներքո է գտնվել, հա։ Ընդհանրապես այս գործակալական ցանցի, օտարերկրյա ազդեցության, Մայրաթոռի վրա, ձեր վրա օտարերկրյա ազդեցության, ռուսական ազդեցության մասին թեմաների ձեր կարծիքը կուզեի իմանալ, որովհետև իսկապես սա այսպես ընդգծված քարոզչական գիծ է, որ տարվում է իշխանությունների կողմից ընդդեմ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի եւ ընդդեմ անձամբ ձեր դեմ եւ ընդդեմ անձամբ ձեզ։ Եզրասրբազանի պարագային այդ մեղադրանքը հերքվեց Եզրասրբազանի կողմից։ Ինչ վերաբերում է մեր անձին եւ եկեղեցուն, նույնպես հերյուրանքներ են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին եւ հայրենիքին։ Եվ հանդես է գալիս ի պաշտպանություն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի շահերի։ Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում։ Այնպես որ այդ բոլորը թերևս ի գործ է դրվում ժողովրդի մոտ սխալ կարծիք ձևավորելու, սխալ պատկեր ձևավորելու եկեղեցու վերաբերյալ։ Բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը հավատ չի ընծայում նման տեսակի զպարճական մեղադրանքներին։ Եվ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ Վեհապարտեր, Միքայել arczepiskopos Աջապահյանը